Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բոլորը ժուրնալիստներ են, բայց ես տուժող եմ։ Ես փաստացի փաստեր ունեմ։ Ես 2 տարուց ավել ստեղ դիվում եմ ներկայացրել, դատախազություն ուղարկել են գործել 2 տարուց ավել ես բազմիցս դիմումներ եմ գրել, այ նոր Ալեքսանյանը որ եկավ անգիր ինձ գիտի, բազմիցս դիմումներ եմ գրել, վերջի անգամ ես զանգահարել եմ քննիչին, չի պատասխանել, 10 անգամ զանգահարել եմ, որովհետև ինձ մոտ հայտնվեց տեղեկություն, որ ինձ խաբողը Հայաստանում է, Երևան Սիթիում է, պատահական գրպանի մեջ հեռախոսը միացել է, և ես հայկական խոսակցություն, ես կարող եմ ձեզ ներկայացնել դա, ես եկել եմ դիմում եմ գնել, որ հեռախոսը չպատասխանել, եկել եմ նախագահի անունով դիմում եմ գրել, ինձ մի ամիս հետո պատասխանել է, տեսեք ինչ եմ, դուք իրավաբան եք, խնդրում եմ ձեզ, խնդրում եմ, ես Հովանես Առիթա Սերգեյ, ես խնդրում եմ։ Չեմ սխալվում, դուք քննչական կոմիտեի նախագահին դիմում եք հասցեագրել։ Այո, բազմիցս։ Ձեր կողմից, ձեր վարույթը իրականացվում է քննիչ Էմմա Գալստյանի կողմից, եւ եթե չեմ սխալվում, ձեր դիմումի կապակցությամբ քննիչ Էմմա Գալստյանը հրավիրել է աշխատասենյակ դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ հարցաքննելա ձեզ։ Ոչ մի բան չի արել։ Ես ուղղակի եկել եմ ավելորդ լրացուցիչ տվյալներ եմ տվել։ Դուք տեսեք, ես զանգում խնդրում եմ նայեք, էլի դուք իրավաբան եք։ Հարցաքննության ծանոթագիրն է, հարցաքննության ծանոթագիրն է։ Չէ, կարդացեք, տեսեք ինչ ա գրված։ Ես տեղյակ եմ ինչ ա գրված։ Ինչ է գրված։ Դիմում եք հասցեագրել քննչական կոմիտեի նախագահին, որ բայց ինչ է գրված։ Ես ստուգարք եմ վերցնում այդ քննիչը, որ ինձ քննիչի ստուգարքի հարցեր ա տալիս։ Կթողեք խոսքս ավարտեմ։ Ավարտեք։ Դուք քննչական կոմիտեի նախագահին հասցեագրել եք դիմում հետևյալ բովանդակությամբ, որ վարույթ իրականացնող մարմին ունեք հայտնելու լրացուցիչ տեղեկություններ։ Խոսքս թողեք ավարտեմ։ Նման պայմաններում վարույթ իրականացնող քննիչը այլ բան, քան ձեզ հարցաքննության հրավիրելու չուներ անելու։ Որպեսզի պայմաններում ձեզ վարույթ իրականացնող քննիչը հրավիրել է հարցաքննության դեպքի հանգամանքների շուրջ լրացուցիչ, որ դուք էլ ներկայացել եք եւ լրացուցիչ հարցաքննվել եք։ Մի ամիս հետո չեմ եկել, այս այա պատասխանել, դուք մի հատ տեսեք ինչ ա գրել է, ծիծաղելի է, դպրոցական երեխան ա գրել, մի հատ տեսեք ինչ ա գրել, ինչ ա գրել, կարդացեք, ծիծաղացեք բոլորը, որ քննիչը ինձ ստուգարք ա հանձնում, որ հոտվածով ինչեր են անում, հետո ինչ են անում, հետո ոնց են բարևում, ոնց են ստեսուն անում, մասին այսպես շատ բաց չի կարելի խոսել, էլի։ Միայն մի բան կարող եմ ավելացնել։ Տիկին Ռիտա Հովանեսյանը մատնանշում է, թե քննիչը պարզաբանել է իր իրավունքները, այդ կապակցությամբ միայն կարող եմ ասել, որ դա նախատեսված է քրեական դատավարության օրենսգիրքով, քննիչը կատարել է պարտականությունները եւ ծանոթագրում մատնանշել է ՎԿ իրավունքները, դժողի իրավունքները եւ պարտականությունները, որը որ պարտավոր է իրականացնել քննիչը։ Ես ասում եմ հանցագործը Երևանում ինձ շտապ պետք է որ դուք այդ տվյալը ստուգեք ու բռնեք այդ հանցագործի, դուք ասում եք մի ամիս հետո այո, քաղաքացիներին պատրաստ ենք ընդունել։ Հարցաքննության։ Բոլորին չէ, սահմանափակ թվով։ Քանի հոգի շատ են էլի, քանիսին դնում եք այստեղ ու այստեղ։ 5 քաղաքացիների դուք ընտրեք։ Դուք ընտրեք 5 քաղաքացիների պատասխանատվությունը։ Այո։ 5 քաղաքացի։ Առանց լրատվամիջոցների։ Այո։